Զգացիք, որ թևակողել ենք 4-րդ հանրապետություն, այսօր Փաշինյանը հայտարարել է, որ թևակողում ենք 4-րդ հանրապետություն, երրորդն էլ կոնֆլիկտներով է եղել, հիմա խաղաղությամբ ենք սկսում այդ հանրապետությունը։ Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն։ Այսինքն վտանգներ եք տեսնում այդ համարակալման մեջ։ Իհարկե, դուք չեք տեսնում, եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, կգան կասնենք, ես մի անգամ ասել եմ Լոռվան, այնտեղ կանգնելու ենք։ Պարոն Կարապետյան, ասում եք Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեք, այդ պլանի հետ կապված ինչ քննարկումներ են տեղի ունենում, հանդիպումներ ունեցել եք այլ ուժերի հետ։ Այդ պլանների հետ կապված ուժերի հետ հանդիպում պետք չեն։ Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան իրեն հեռացնելու։ Արդյունքներ եք պատասխանել, պարոն Կարապետյան։ Ինձ թվում է շուտով։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանով դուք կարծեք հեռացրել եք նաև Ալեն Սիմոնյանին, բայց մեկ այլ պլանով փաստորեն հետ է վերադարձել։ Հիմա ինչ պլան է գործել, որ ինքը գնացելու հետ է եկել եւ ռակերովկան ինչով եք պայմանավորում աղքարտուղարի պաշտոնում նոր տեխնազոյի առաջադրման։ Հետ չէ եկել, իրեն նշանակել են աղք։ Հիմա եթե որակը իրեն դուր է գալիս, թող աշխատի։ Պարոն Կարապետյան, դուք եւ Սփյուռքի մի շարք գործիչներ պարբերաբար նշել եք ուժեղ Սփյուռքի կարևորության մասին եւ միասնական Հայաստան-Սփյուռք զարգացման մասին։ Վերջերս իշխանական պատգամավորը ասաց, որ ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռքը միֆ է եւ որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանից դատարկվելու հաշվին։ Ինչու է այս մոտեցումը իշխանությունը որդեգրել, այն ուր կտանի եւ արդյոք այդ համատեքստում տեսնում եք Սփյուռքի քաղաքացիների իրավունքի որոշակի սահմանափակումը։ Իհարկե, իրենք ամեն ինչ անում են դրսի թելադրանքով, որ մեր Սփյուռքը իր աջակցությունը չունենա Հայաստանի զարգացման մեջ, իր մասնակցությունը չունենա Հայաստանի քաղաքական կյանքում, իրենց թվում է իրենք այդպես հնարավորություն կունենան վայելեն մի քիչ ավելի երկար, բայց սխալվում են։ Պարոն Կարապետյան, Աննա Հակոբյանը նաև ձեր քաղաքական ուժի ազգային ժողովում խմբակցության ղեկավարին էր հրավիրել հանդիպման, որպեսզի քննարկեն կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների հարցը։ Այս մասով դուք ինչ կարծիք ունեք, ինչու հրաժարվեցիք։ Կանանց մասով ինձ հարց մի տվեք, ում հրավիրել էր իրեն հասկացի։ Լավ, պարոն Կարապետյան, մեկ հարց հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ տեսնում ենք, որ մեծ ու փոքր տարբեր ԿՊԱ-ականներ շարունակ հայտարարում են, որ այս ընտրություններով մանդատ են ստացել նաև եկեղեցու հարցեր, այսպես ասած, լուծելու համար։ Հիմա տեսանք վեհափառին տարան հասցրին դատարան, օգոստոսի 28-ին արդեն այլ դատականիստ է նշանակված, նոր դատավորի հանգամանքով պայմանավորված։ Դուք ինչպես եք պատրաստվում դիմակայել, ձեր այդ գաղտնի պլանը կօգնի եկեղեցուն։ Դա մտնում է Փաշինյանի իրեն հեռացման գաղտնի պլանի մեջ։ Դրա համար թողեք այդ մարդիկ գնալով իրենց հարցերը լուծեն։ Ինչպես է գնահատում այդ process-ը եկեղեցու դեմ։ Դե դա ես ասել եմ, համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Դա պրոստո խայտարակություն է։ Այս մարդիկ ինչ որ անում են ոչ միայն մեր եկեղեցու։ Պարոն Կարապետյան, հակադրություն այդ գաղտնի պլանի, այսօր բացահայտ պլան կառավարությունը իր նիստի օրակարգում էր, որ 2026-ից 31 թվականներին ինչ պետք է անեն եւ այդ թվում նաեւ եկեղեցու իրենց ասած բարենորոգումներ, վեհափառին պետք է հեռացնեն, նոր կաթողիկոս նշանակեն, այսինքն իրենց ծրագիրը բացահայտ է, հիմա դրա դիմաց ինչ որ գործողություններ կա։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգեն, իրենց պլաներով հազիվ դա հասցնեն։ Փառք Աստծո, այդ մնացածը չեն ասում։ Պարոն Կարապետյան,